կանենք Հայաստանից Ռոբերտի Սերժի Կալուգացու գլխավորությամբ։ Հիմա եկել այստեղ ուզում են Հայաստանը նորից ներկայացնեն նոր կոնֆլիկտների մեջ, ցույց չենք տալու։ Իրանք Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում պահել, թալանել են, միատել եկել են, աչոտ են ուզում մեզանից, փողը խեք տվել, բայց չտայիք, ասել եք բանա, Հայաստանը փողերը կտրում է, ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար, ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար, ոչ կյանք է խնայել, ոչ փող է խնայել, ոչ տնտեսություն է խնայել, իսկ դուք Ես խոսում եմ Ղարաբաղի ժողովուրդ ջան, հանկարծ ձեր վրա չվերցնեք, որովհետև դուք նույնպիսի զոհ եք։ Դուք ընդամենը գործակալներ եք եղել Հայաստանի անկախությունը թույլ չտալու համար։ Դուք գործակալներ եք եղել գիտակցված թե չգիտակցված։ Չգաք ստեղ խաղացնեք։ Ասում եմ, դուք դեպի պիտի բացատրություն տաք։ Դուք ինչ եք կենթանի, որ միատել եկել եք 5000 զոհից եք խոսում։ Ինչ եք կենթանի։ Այդ բացատրությունը միջև չտակ, մեկը Հայաստանում, ձենները ծպտումները դուրս չգա, արմատախիլ ենք անելու ձեզ, արմատախիլ ենք անելու։ Եկել են Ղարաբաղ են լացում, բայց ճղած գալիս է, դու ինչ գործ ունես ստեղ, Երևանում ինչ գործ ունես։ Դուք չէիք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չկաք։ Դուք չէիք պատերազմը սկսել է 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն ա եղել, 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն, եկել եք 5000 զոհ եք ասում։ Դուք ինչ եք կենթանի, որ միատել եկել եք 50000 զոհ ասում։ Դուք ինչի եք զոհերի մեջ չեք արա, դուք չէիք պայքարում բա։ Այս շենքերի երեխեքը պիտի գային ձեր անկախության համար պայքարեին։ Ծպտունները դուրս չգա, ես լուրջ եմ ասում ամեն չափ ու սահման ունի, ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին, ուրեմն չգիտեմ ինչ-որ պսևդոելիտայի ներկայացուցիչ է, մեկի ծպտունը դուրս չկա, մեկի ծպտունը դուրս չկա, ամեն ինչ չափ կա, սահման կա, մեկի վերընկեք տեղներդ, ներվերներիս հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ, Միատել մասկեքով, այդ մասկեքով ելույթը, ես, Ռոբ Սերժ, և նույն խոսույթը, կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնելու եմ շպրտեմ, մեկիտ կին կլնի, ասում եմ տղամարդ կլնի, միատել կին, չգիտեմ ինչ, նույն խոսույթով, այդ մասկեքով է խոսույթով, ով եկավ հանդես եկավ, պրոբլեմա ունենալու, Մեկը չասի, որ ինքը Ղարաբաղի պատգամավոր է, Ղարաբաղում պատգամավոր լնեիք։ Ադրբեջանցիներին խնդրում աղաչում միջնորդում եք, որ ձեզ բաց թողեն գան Հայաստան։ Դրա մասին խիչ եք խոսում։ Հենա ադրբեջանցիները ասել են Շահրամանյան Սամվելից սկսած, թող պատմեն ոնց ա եղել, որ իրանք եկել են, ոնց ա եղել, որ եկել են, բա ինչի իրանք չեն բռնել, բա ինչի տենց սկզբունքային պայքարող Ղարաբաղի ինքնորոշման համար, ոնց են եկել հասել Հայաստան։ Վերընկեք տեղներդ, որևէ մեկը Հայաստանի քաղաքական կյանքին միջև չմտնեք, ձեր սերունդը ընդհանրապես, ձեր երեխեքը նոր Հայաստանի քաղաքացի կլինեն, լիարժեք կապրեն Հայաստանում, իրանք ամեն ինչին քաղաքական դուք մի կողմ քաշվեք։ Եվ այս ընտրություններում Ռոբերտ Սերժ Կալուգացի այդ բանն էլ պրոբելորուսնել, որի այդ նույն քոչարանասերժական կլանի անդամը, արդեն ստեղներս եք հասցրել։ Էլ տեղ չունեք դուք ապրում եք ձեր քաղաքական կյանքի վերջին ամիսը, դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյանքի վերջին ամիսը, և ես ձեզ ասում եմ, բերելու եմ պատասխանատվության, դուք բերվելու եք պատասխանատվության։ Ուրեմն ես ասում եմ, այդ լակոտները, որ գալից մեզ բրդում են, թող բացատրեն ինչ են իրանք կենթանի և ինչ են մեր տղեկը զոհված, թող բացատրեն, էական չի, իրանք իրավունք չունեն գան ստեղ խոսալու, իրանք պտի գնան վերընկնեն տեղները և հանգիստ նստեն, թող իրանք այդ Արտուր Օսիպյանից, թող բացատրեն ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ինքը ինչի չի զոհված,
Ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ։ Ինքը ինչի է կենթանի, պետքա բացատրի։ Թիկունքում բաներ անում, պայոկեր ուտում թիկունքում։ Մի հատ էլ եկել է բանը, ԵԱԿ Միսկի խումբը, Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Ղարաբաղի հարցը փակված է։